Ողջույն իշան սիրելի հետևորդներ ջան, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս։ Այսօր քանի կլինի երկու շաբաթ ես հողամաս չեմ գալիս, որոշեցի այսօր գամ, տենամ ինչ կա սիրելի։ Ուրեմն ահագին փոփոխություն ա եղել, արդեն մեր մալինան հացնում ա, խաղողներն էլ լավ վերցրել, խաղողներն էլ լավ վերցրել, մալինան էլ մի երկու օրից կարող եմ քաղել արդեն եւ վահվանացել։ Տեսնենք վերևները ինչ կա։ Տեսնենք վերևները ինչ կա։ Ուй, շլանգով ընկա։ Ծիրանն էլ ծառերը որ հիվանդացել է, հլա մեր մասիվում ծիրանը չի հասնում, նայեք, տեսեք։ Մի քիչ չեչոտ մեջոտ ա։ Դե հիմա տենց է ստացվել։ Այս մի խաղողի վրա էլ կա, բայց այս տերևները կարելի է հավաքել։ Հեսա վերջացնեմ ու սկսեմ այս տերևները հավաքելը։ Մինչև վերջ գնանք տենանք ինչ կա չկա։ Նոր սկսեմ։ Այս էլ մեր Հունաստանի բերած նռան ծառն է, արդեն այնա տերևները տվել մեծանում է։ Կամաց երևի կմեծանա։ Սել այս։ Այստեղի մալինաները արդեն հեսա հասած է։ Իմ տղեն ասում է օծ կա, օծ ա տեսել ստեղ։ Բայց ես այսքան տարի օծը չեմ տեսել։ Ես օծ չեմ տեսել հողամասում, որտև առավոտ շուտ եմ գալիս, 8:30 ասենք, առավոտը օծը դուրս չի գալի։ Ինչքան գիտեմ դուրս է գալի կեսօրին։ Տենց է։ Վիշնան էլ է հասել, բայց տենակ որդոտ է, թե չէ։ Սիրելի հետևորդներ, գալս իզուր չեղավ, մի քիչ տերևի թուփ հավաքեցի։ Ինչ ասեցի, տերևի թուփ, խաղողի թուփ։ Չէի իմացել, որ այսպես լավ բռնել այս խաղողի թուփը։ Ափսոս է, մեկ աս չհավաքեմ, մեկ էլ ասի ափսոս է։ Սպասի մի քիչ հավաքենք, էլի մի տոլմայի կլինի։ Գալս իզուր չէ մի խոսքով։ Ինչ ասեմ, հիշում եմ անցած գնացած տարիները, որ ինչ տեսակ ենք ես մեր հողամասը պատրաստել, սարքել, մի քիչ շլոր եմ հավաքել, չնայած դե հլա հասած չի, բայց մի քիչ էլ վիշնա եմ հավաքել, սիրելի հետևորդներ։ Վիշնայի ծառը տանը, մեկ ծառեր չորացել էր, կտրեցիք, ես տակի շիվերն էր տվել, ես շիվերի տվածն եմ հավաքել մի բու։ Սկիս տերևները դզեն, որ տանեմ, մեկ էլ տանը չի սկսեմ դզելը։ Չճղճղվի էլի տերևները։ Տոպրակ էր տար ստեղ,
Այս պոչերը պետք է բոկվի։ Պոչերն էլ պետք է զգուշ բոկենք, մեր հիմիկվա ջահելները երեխեքը չգիտեն, որ պոչը մի քիչ խորը կտրեցի, կարող է տերևը փչանա։ Ստեղից բորթվի ու տերևը փչանա։ Սել այսպես են հետևորդներ։ Հեսա կգնանք տուն, տեսնեմ տունը ինչ եմ որոշելու պատրաստ եմ։ Այսօրվա համար։ Սել հետևորդներ, ձեզ չսպաղեցնեմ, ես իմ հողամասով կհանդիպենք տունը։ Սիրելի հետևորդներ, որոշեցի տոլմա փաթաթել կաղամբով, այսին մնացած միջուկ դա, որ պղպեղների մեջ լցոն արեցի, ջեռուցում պատրաստեցի։ Այսի նրա մնացածն է, հիմա որոշեցի այս կաղամբով տոլմա փաթաթել։ Ասեմ, որ տոմատ չեմ ավելացնելու, թարմ լոլիկը կտրատել եմ, սացա կպատրաստեմ, որ հետո լցնեմ կաղամբի վրա։ Հենց առաջինը սա եմ պատրաստում։ Սիրելի հետևորդներ, հիմա յուղը կդնեմ։ Սացան պատրաստելու համար սող հարկավոր չի։ Թարմը լոլիկը կլցնեմ և կարմիր պղպեղ։ Իսկ պղպեղ կավելացնեմ։ Թողնեմ եծվի։ Սև կարմիր պղպեղ եմ ավելացնում։ Սև պղպեղ։ Բերանը կծածկեմ։ Սիրելի հետևորդներ, հիմա սկսում եմ փաթաթելը։ Երկու հատ էլ կանաչ պղպեղի մեջ եմ լցնում, որ մեր կաղամբով տոլմային արամատ տա։ Սպերանն էլ թողել եմ, որ ասեմ ծածկեմ։ Երկու հատը հերիքը։ Այսինքն, եթե ուզում եք, կարող եք սարքել ամառային տոլմա, և պղպեղ, և լոլիկ, և դդմիկ, և զմբուկ, խառը ամառային տոլմա։ Մի անգամ էլ այդպես կպատրաստենք։ Հիմա փաթաթեմ կաղամբի մեջ։ Ջոկել եմ ես սպիտակ կաղամբներ ջոկել, առաջինը սրանք փաթաթեմ, որ սրանք շատ քաղցր են լինում։ Եթե երեխային չի ալացում, չեմ անում։ Քնի կռիվ է տալիս երևի մեր ծորնիկը լացումը։ Դնում եմ այսպես փաթաթում եմ։ Ստեղից մի քիչ բաց եմ թողում, որ արամատը տարածվի։
Շամ մեկին գործածեք ոչ մի գրամ չկի։ Շատ մոռացա ասեմ, որ տակը կաղամբ եմ դնելու, հետո մոռացել էի, համեցի, մոռացել էի, որ կաղամբ պետք է դնեմ տակը։ Ասել է հետևորդներ, մեր տոլման փաթաթեցինք, հիմա տափն ու տերև եմ դնում եւ ափսեն էլ դնեմ վրեն ու եփվի։ Մի քիչ տափն ու տերևները ջարդված են, բայց ոչինչ։ Մի քիչ էլ աղցանենք։ Այս գազօջախը վառենք։ Կաղամբ իրան ջուրը հանելու է, շատ չեմ լցնում։ Դե լապս է դնենք։ Այս ափսեն ծանր է։ Հատել քար դնենք վրան։ Սպասենք մինչև եփվի։ Սիրելի հետևորդներ, հիմա սալցան եմ լցնում։ Թողնենք եփ։ Սիրելի հետևորդներ, մեր տոլման արդեն պատրաստ է, մշահա։ Ասեմ, որ շատ համեղ է ստացվել, սիրելիներս։ Դրել եմ ստե մի կտոր սառի, որ համը նորմալ տեսնենք։ Մի քիչ առաջ մի կտոր համ տեսեցի, լավն է։ Շատ համով տոլմա է ստացվել։ Սիրելի հետևորդներ, հիմա թուփը կապում եմ սենց, որ գցեմ երման ջրի մեջ, մի 2 րոպե եռա ու պահեմ ձմեռվա համար։ Սենց հավասար, տես հողամասում տեսակ, որ հավասար փաթաթեցի։ Փաթաթում եմ։ Կարող եք նենց դաստով էլ դնել մեջը, զգուշ լիներ, սենց ավելի հարմար է։ Բոլորը սենց եմ անելու ու եռացնեմ։ Ձերի հետևորդներ, հիմա դնում եմ եռա, երեքը, կարող 4 էլ ավելացնել, ինչքան որ ջուրը նորմալ է։
Սիրելի հետևորդներ, արդեն 2 րոպե եռած է, երևում է, որ արդեն պատրաստ է։ Հաջորդ շահը հետևորդներ վերջինն եմ անում։ Անջատում եմ ու այս ամբողջի վրա սառը ջուր եմ լցնելու։ Նա թողանա ու նոր դասավորենք տոպրակի մեջ ու դնենք սարսափցիկը։ Թողնենք մի քիչ մնա մի քանի րոպե։ Հիմա սառը ջրից քամեցի, հանեցի, կարող եմ այս ռեզինը հանել, էլ պետք չի, ինքը արդեն փաթաթված է։ Ու դասավորեմ տոպրակի մեջ։ Զգույշ ենք լինում, որ չճղենք տերևը։ Սիրուն շարունակ։ Կամ էլ կարող եք սենց բացել, բաց հաստանել։ Մեկը ներդրեցի, բայց ես մեկը ավելի լավ է բացենք, որ հետո, որ սառը լինի, չշշկրվենք տերևները, փշրենք, այսպես բացենք, բաց հաստանենք։ Սենց բաց հաստանենք։ Սիրելի հետևորդներ, այդ կողմի եղավ։ Դե սիրելի հետևորդներ ջան, այսօր էլ վերջացրեցինք իմ հոլովակս։ Ուզում եմ հիշեցնել, ովքեր առաջին անգամ են դիտում իմ ալիքը, խնդրում բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը։ Ես ձեզ շատ սիրում եմ, սիրելիներս, շնորհակալություն եմ հայտնում ձեր գերազանց մեկնաբանությունների համար, սրտիկներ եք տնում, բոլորիցս շատ շնորհակալ եմ, սիրելիներս։ Ստեսում ձեզ կհանդիպեք հաջորդ հոլովակի։